Միշտ ավելի հեշտ է սիրել հորինած մարդուն։ Միշտ, քան իրական մարդուն։ Միշտ ավելի հեշտ է սիրել սեփական պրոյեկցիան ու սեփական իլյուզիան։ Ու իրականում սա ամենացավոտն է, երբ արդեն իրական հարաբերություններում դու գալիս կանգնում ես նրան, որ դու մինչև հիմա սիրում ես քո պրոյեկցիան ու քո իլյուզիան, որը որ ոչ մի կապ չունի այդ մարդու հետ, ով որ այնտեղ քո դիմացը կանգնած է։ Դու իր մեջ տեսել ես մի երկու բան, մնացած շորերը դու ես իր վրա հագցրել ու ի սրտե ուզում ես հավատաս, որ ինքն է ինչ որ կա։ That really hurts Charlie, huh? Իրական մարդուն սիրել դժվար է, որովհետև այդ իրական մարդը ձեզ հիասթափացնելու է պարբերաբար, լինելու է ոչ իդեալական, նեղացնելու է գիտակցված կամ ոչ գիտակցված, չի համաձայնվելու ձեր հետ, դուք ունենալու եք բացասական էմոցիաներ այդ մարդու հետ, ինքը ունենալու է շատ տհաճ գծեր, որոնք որ ձեզ աննկարագրելի տհաճ են ու երբեք ես խաբկանքն էլ պետք չի ունենալ, որ եթե ես այս մարդուն սիրում եմ, ես սիրում եմ իր մեջ ամեն ինչ։ Դուք կարող եք սիրեք իրան աննկարագրելի 80 կամ 90%-ով, բայց այն 10%-ի դրսևորումը ամեն անգամ իր մեջ տեսնելուց ուզենաք ուղակի խեղդեք։ Ուզենաք ուղակի աչքերը փակեք ու չտեսնեք ինչ է այս մարդը անում, որովհետև պարզապես այդ ոչ մի ձևով չի տեղավորվում ձեր պատկերացումների ու ձեր աշխարհի մեջ։ Ակնկալիքների մեջ։ Ու իրական մարդը միշտ իր այդ կողմերը ցույց է տալու։ Հորինած մարդը լինելու է ցանկացած տիպի ոնց դուք ուզում եք, ոնց դուք այդ պահին որոշել եք, որ ինքը պետքա լինի։